Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սելի ժողովուրդ, այսօր Միացյալ Նահանգներում դեռ փետրվարի 27-ն է, ցերեկվա ժամը 3:10 Խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Նախ ուզում եմ հիշեցնեմ մեր մատաղ սերունդի, այսպես ասած ներկայացուցիչներին եւ այն մարդկանց ու հիշողությունը շատ կարճ է, որ այսօր Սումգայիթում եւ Բաքվում, նամանավան Սումգայիթում հայերի կոտորածի օրն է։ Դրա մասին, ինչպես տեսնում եք, ոչ մի խոսք։ 1988 թվականին, 88-89, 90 այդ թվականներին տեղի ունեցավ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը։ Ի տարբերություն ուրեմն ադրբեջանցիների, Հայաստանում ապրող ադրբեջանցիները ամենավերջի կով կտան ես, չգիտեմ, չագուճ, մեղ, ինչ ունեին, վեկալան տարան։ Իսկ հայերը այնտեղ ջարդվեցին, կոտորվեցին, մորթվեցին, հիքիզվեցին, կենթանի վառեցին, բռնաբարեցին անկախ սերից, եղած-չեղածները ձեռներից արան եւ մի կերպ փախ եղած վերադարձան Հայաստան։ Դա այն հայերն էին, որոնք որ հավատացել էին հայ-ադրբեջանական բարեկամությանը եւ հերթական հավատալու արդյունքում կերան այն, ինչ որ կերան։ Հիմա նորից քարոզում են հայ-ադրբեջանական բարեկամություն։ Ասել են, յուղն ու ջուրը իրարետ չի կարող լուծվել, այնպես էլ հայն ու թուրքը իրարետ չեն կարող լուծվել։ Սա այն մարդկանց համար, որոնք որ խոսում են հայ-ադրբեջանական բարեկամությունից։ 80-ական, 90-ական, 2000-ական սերնդի ծնվածները սկի գաղափար էլ չունեն, դա ինչ է։ Դրա համար հորդորում եմ մտնել իմ Վարդան Ղուկասյան տելեգրամյան ալիք, որ ասում է ինտերնետ բոմնից վсё։ Մենք դրել ենք այնտեղ YouTube-յան կադրեր, դոկումենտալ ֆիլմեր, մտեք, նայեք, լսեք երիտասարդներ եւ հասկացեք, որ չի կարող լինել հայ-ադրբեջանական բարեկամություն, չնայած ընդամենը մի քանի տարի առաջ դուք ձեր աչքով այդ ամենը տեսաք։ Եվ այսօր այդ անբարոյականների ընտանիքը, ում անազգալն է Նիկոլ Փաշինյան եւ Աննա Բոլեին, որ մի օր ամուսնանում են, հաջորդ օրը բաժանվում են, ես միշտ թատրոն եմ խաղում, այդ վիժվածքները, հիմա դրանք ասում են ադրբեջանցի պիտի գաս տեղ ապրի։ Ադրբեջանցին չի գալու եւ Հայաստանում չի ապրելու։ Իմիջիալից ես այդ ընտանիքից ոչ մի բան չեմ հասկանում։ Պորնիկ կնիկը մի քանի օր առաջ հելան մարդու կնիկ գնացին իբրեն զակ։ Այսօր ագարքեն հենց ասում է ես բաժանվում եմ, ուրիշ ոչինչ չունեմ, եթե մեն վարձով ապրեմ։ Այ ագարքա, ու մեզ դրե էշի տեղ։ Այս գործարարներին սաղին կանչիր կողից տրուսիկի ծակը 2 միլիոն, 1 միլիոն դրամով, չայևոներով, բանով իբր թե ճաշկերուք է Իրանում։ Այդ բրլյանտ նիքըտ, ոսկեղեն նիքըտ, ուրա, որ հանել ես բարակ ծեպեր մեպեր ես ուստալեմ, ես իմիջ, տուն չունեմ, էդ չունեմ, բայն բանը, շենգավիթի քարանձավն ինչ է լավ, մտնում էիք կվարտիրան, ոնց որ մտնեիք մեզոզոյան դարաշրջանի քարանձավ, դինոզավրնի, մամոնտնի, ալմոլորակնի, չունգաչանգիկ, բրոնտոզավր, տեքսոզ, ինչ ասես տանդ կվարտիրայի պատերի մեջ նկարած էր, թնթի բոզ, եկալ մտար նախագահական 2 միլիոն դոլար էլ ռեմոնտ մենակ արիք, հիմա էլ ասում ես բաժանվում ես ոչինչ չունեմ, ոչ ավտոն եմ, ոչ փող ունեմ, ոչ բան չունեմ, հայտարարագրի մեջ լավա գրածա ունի, հիմա ասում չունեմ։ Ես բարձ չեմ գտնում ասել, դա ասեմ են Ամերիկայում տուն ու տեղը, Կանադայի տուն ու տեղը, Դուբայի տուն ու տեղը, ումնա այ պորնիկ, որ դու ոչ մի բան չունես։ Եվ ոչ մի բան չունի, եթիմ տղետ, որ ընկածա, ես նրա տունը, նրա տունը, քնի հլի, աղջկե կտել դլոները բացած, պորրկությամբ զբաղվելով ընկած են փողոցները։ Հիմա հելավ Աննա Բոլեին ասում է, ես հեռանում եմ քեզանից, Նիկոլ, մի հատ էլ մտելա լավ։ Էդ չեք, ակարտեկի ընտանիք։ Հիմա ասում են պասմատրից է ուզում է դա պրեմիեր-մինիստր նորից, որ ժողովրդի հերը նորից անիծի, մի հատ էլ հունիս ամսից հետո ասում է կտենակ հələ ինչքան լավ է ըլնելու։ Այդ նույն բանն ասում են շիրականները, նույն բանն ասում են գագոյականները, ես գագոյին հետո կադրատարը մտածքի մեջ, եւ այլն։ Ողբամ զքես հայ ժողովուրդ, կանզի նախարարած մանուկ է։ Ինչ ասեն, որն ասեն, որը թողա, որի հետևից է թաղ, էլ բարդ չեմ գտնում ասելու։ Մի հաճելի նորություն ունեմ ասելու, ուրեմն այսօր ինձ տեղեկացրեցին, որ իմ հայտարարությունները կապված
այլ հայերի հետ, որոնք որ բնակվում են Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում դեռ արձագանք չկա, ուրեմն շատ մեծ ուշադրության է արժանացել միգրացիոն ծառայությունների կողմից։ Ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության։ Հուսամ բոլոր Նիկոլապաշտ երևույթները մեկը մեկի հետևից կարտաքսվեն թե Միացյալ Նահանգներից, թե Ռուսաստանից։ Եվ հիշեցման կարգով, հարգելի ժողովուրդ, ուզում եմ տեղեկացնել, որ վաղը հարգելի կուսակցականներ փետրվարի 28-ին ժամը 12:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան մեծ դալիճում տեղի կունենա ԴՕ կուսակցության համագումարը։ Նորից եմ հիշեցնում, որ կուսակցության անդամների ներկայությունը բոլորի պարտադիր է։ Գիտեմ, որ ճանապարհների վիճակը շատ վատ է մարզերի, քանդած, բլած, արձակալած, ավիրած վիճակը, բայց խնդրած կլինենք հնարավորինս, այսպես ասած, կազմակերպված ձևով ներկայանալ համագումարին։ Ինչ պիտի ժողովուրդ ջան, մտքից է թեթև մեր բաներով կտրվավ, սրանց ծեռը արդեն այս բաները որ լսում եք, ինչևից է այսքանը ձեր հետ էր Վարդան Ղուկասյանը, հարգանքներս։ Են որ ասում է վսպոմնիլ, հիշա, մարտի 1, հարգելի ժողովուրդ, ամենակարևորը, մոտենում է մարտի 1-ը, անցել նա 18 տարի, չէ՞ թե չեմ սխալվում, 18 տարի այս բոլզի ստեղեքը բացահայտում են մարտի 1։ Հիշեցնեմ, որ Վարդան Ղուկասյանը այն եզակի անձանցից մեկն էր, որ անմիջապես այս իշխանությունը, որ եկավ, այսպես ասած, այս բոլզի տղեկն եկան իշխանության, ես էլ լավ մտա YouTube-ով, մենակ YouTube-ում մի միլիոնից ավելի դիտում գնացել այդ վիդեոն։ Հելա հայտարարեցի մարտի 1-ի վերաբերյալ ինչ կար չկար, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանատվեց կրակ բացել ժողովրդի վրա եւ այլն։ Ինչ եղավ, որի բռնին դատի։ Հիմա վաղը չեմ միսոր Հայաստանի բանով, կվեկարի մի հատ ծաղկեպսակ պորնիկի ծնունդը, կգնա, կտնի այդ մարտի 1-ի զոյին այդ հիշատակին, գլուխ կխոնարի, կասի բացահայտում ենք, հələ բացահայտում ես։ Մտնում ես մարտի 1-ի վիդեոներն այլ ես, ամեն ինչ բացահայտված դեմը դրած, ով է հրաման տվել, ով էր այդ վաղ նախագահան, ով էր եկող նախագահան, ով էր այդ ուժայինը ներկայացնում եւ այլն։ Բացարձակապես ես հելա ցուցմուկ տվեցի եթերով, մի անգամ Չելանեն Վարեցյանն էլ KGB-ի մինիստրներ, կապի դուրս գար, ասես, պարոն Ղուկասյան, դուք մարտի 1-ին եղել եք էպիկենտրոնում, հայտարարություն եք արել, ուզում ենք ձեզի հարցաքննենք։ Բացարձակապես, Օսիպյան, էդել MVD-ի մինիստրներ, հələ լավ է էդին իշը մի բան արես, Գասպարյան Վովայևերով հաղորդում է, եկալա ողարկեց հակացա։ Բացարձակապես ոչ մի բան։ Հələ էսի ուզում ավել արտադրվի, մի հատ էլ Քոչարյանականներին էլ ասում բան են, նախկիններ են, տղա ջան, Քոչարյանը մարտի 1 անողներից մեկն էր, Ղարաբաղյան կլանով հանվեր, այն ձկախանութի մոտ դրի Սաղինգյոնին փռին արևի տակ, նորից եմ կրկնում, ինտերնետ պոմնից վсё, վիդեոն դրած է, քանի հոգի դատվավ, քանի բարձրաստիճան, ոստիկան, պրեզիդենտ, վարչապետ, ու մեղադրանք ներկայացվեց, Սերժ Սարգսյանին թե նրան։ Այսպես խափելով, կուտը տալով, այս ժողովրդի մի ստվար մասին, որ մնացել է խոտը բերանը, նախկիններ ասելով եւ այլն, սրանք անընդհատ եւ անընդհատ վերարտադրվում են։ Անընդհատ, հիմա էլ այս կողքին Արբանյա կուսակցությունները էլ արդեն երեսատեղ չունեն իակ մեյդան գալու, Արբանյա կուսակցություններով են ուզում վերարտադրվեն։ Գագոն ասում են, անբարոյականի զավակել եմ թե զապի տնեն, կտրեն։ Հիմա նորից ելելա բն մեյդան։ Տաշիրը ոչ նախընտրական ծրագիր ունի, ոչ բանից պարզվում է երկու տղա ունի մի աղջիկ, երկու տղաներ բանակից է թռացել, ահա այն մեկն հասկացանք հիվանդ է, ու բուարած է պրծածա, բա այն մեկը, ինչի բանակ չի գնացել։ Այն մյուսները, այն կլոուն, մլոուն, թաթոյան, մաթոյան էլի բանակից թռած, ամբողջ կապան բանակից է թռած, Իս ինչ ասարտիմենտ է, իս ինչ հավաքածու է, ու այս սրանք հիմա նորից ուզում են վերարտադրվել, մի քիչ էլ թպրտացեք, մի քիչ, չուտ-չուտ, вам осталось чуть-чуть, են ասում է, чуть-чуть не считается, մի քիչ էլ թպրտացեք, ես հեսա հատիկ, սաղի, դե որ ասում է, պորտը տեղը դնելով կգնամ առաջ, ես է ուզում ասեի, ցավակցում եմ մարտի 1-ի այդ զոհվածների հարազատներին, չնայած ոչ տենում եմ դրանցքի վեճրը չի, ոչ մեկը ոչ ձենահանը, ոչ ասում եմ Նիկոլ, տունը տեն բանից հանեն, ինչ եղավ, Քոչարյանը խիչը դատվավ։
Բացարձակապես։ Բայց այնպես ուզում էի հիշացնել, որ մարտի 1-ն է դեմել, հեսա թատրոնա խաղալու։ Թատրոն, մարտի 5-ն էլ Վազգենի ծննդյանօրն է, Վազգենի քուրն է թատրոն խաղալու։ Ինչևից է, սա է ուզում ասել, այսքանը շնորհակալություն, եթերում էր ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։